Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ արդեն շուրջ երևի 200-300 տարի մենք չենք ունեցել ազգային էլիտա։ Տեսեք, ունեցել ենք փայլուն համաշխարհային մակարդակի աշխարհահռչակ դեմքեր եւ լուրջ դեմքեր։ Թվարկենք օրինակ մի քանիսին, ենթադրենք Գևորգ Չորեքջան կաթողիկոսը, Վազգեն Վեհապարտ կաթողիկոսը, գիտության ոլորտում ունեցել ենք Վիկտոր Համբարձումյան, ունեցել ենք Օրբելի եղբայրներ, ունեցել ենք Ալիխանյան եղբայրներ, Հրաչ Աջարյան, մշակույթի արվեստի ոլորտում Մարտիրոս Սալյան, Փարաջանով, Արամ Խաչատրյան, Շարլ Ազնավուր, բայց իրենք լինելով, ասենք, լուրջ ազգային գործիչներ, լինելով իրենց ոլորտների մեջ համաշխարհային մակարդակի անձնավորություններ, իրենք չեն համախմբվել եւ որպես ազգային էլիտա հանդես չեն եկել։ Իրենք էլիտա են եղել իրենց ոլորտներում, բայց որպես ազգային էլիտա չեն իրենք հանդես եկել։ Ազգային էլիտան դա հասարակության մեջ որոշակի մակարդակ ունեցող, արժեհամակարգ ունեցող մարդկանց կայուն հարաբերությունն է, որոշակի առումով կայուն ուրեմն կառուցվածքն է, թեկուզ ոչ ֆորմալ, որոնք իրենց առջև դնում են ազգային նպատակներ, ազգային ծրագրեր, հեռակա ռազմավարական ծրագրեր եւ ձեռնմուխ են լինում դրանց իրականացմանը, դրանց հետևելուն եւ հասարակությանը, հանրության ազգին առաջնորդելու։ Այդ առումով իրենք իրենց ոլորտներում առանցին այդ ֆունկցիաները կատարել են, այդ դերերը կատարել են, բայց համախմբված նման բան չեն արել, դրա համար ես գնահատում եմ, որ մենք չունենք ձևավորված ազգային էլիտա։